Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այսօր Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ կքննարկեն ուկրաինական հակամարտության կարգավորման առնչվող հարցեր։ Նաև նախագահ Պուտինը Դոնալդ Թրամփին կփոխանցի Ռուսաստանի մտահոգությունները։ Բնականաբար Ուիթքոֆը որպես նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչ ինչ-որ բան կփոխանցի Պուտինին։ Պուտինը դա կլսի։ Ուկրաինական կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ զրույցը կշարունակվի։ Смотря с чем приехал Уитков, нужно дождаться, что он передаст президенту от Трампа. Դրանից առաջ Ուիթքոֆը հանդիպել էր Պուտինի բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ։ Եվ մինչ Ուիթքոֆը Ռուսաստանում հանդիպումներ է ունենում, Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել է, որ Ուկրաինայում ընթացող մարտերն անիմաստ են եւ որ Ռուսաստանը պետք է սկսի գործել հակամարտությունը դադարեցնելու համար։ Ժամանակն է, որ Ռուսաստանը սկսի գործել այս սարսափելի եւ անիմաստ պատերազմում չափազանց շատ մարդիկ են մահանում, հազարավոր մարդիկ ամեն շաբաթ, պատերազմ, որը երբեք չպետք է սկսվեր։ Նախքան Ուիթքոֆի ռուսաստանյան այցը երեք Ստամբուլում տեղի է ունեցել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի պատվիրակությունների երկրորդ հանդիպումը։ Արդյունքների վերաբերյալ մամուլի համար հայտարարություններ չեն արվել, սակայն հաղորդվում էր, որ գլխավոր թեմաներից մեկը եղել է դեսպանատների գործունեության վերականգնումը։ Նախորդ հանդիպմանը Մոսկվան Վաշինգտոնին առաջարկել էր վերսկսել ուղիղ չվերթները, որոնք դադարեցվել էին, երբ Միացյալ Նահանգներն ու Եվրոպական միությունը Ռուսաստանի համար փակեցին իրենց օդային տարածքը Ուկրաինա ներխուժման պատճառով։ Այս ֆոնին այսօր Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ավիահաղորդակցության վերականգնումը պետք է սկսվի ռուսական Aeroflot ավիաընկերության դեմ ամերիկյան պատժամիջոցների չեղարկմամբ։ Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվան նման առաջարկ արել է Վաշինգտոնին։ Մենք նման առաջարկ արել ենք ավելի քան 1 ամիս առաջ Ռիադում տեղի ունեցած հանդիպումից առաջ։ Ամերիկացիներն այն ընդունեցին, բայց մինչ այժմ մենք որևէ արձագանք չենք ստացել։ Ինչպես կզարգանան ռուս-ամերիկյան հարաբերությունները, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով նախկին օգնական Դեյվիդ Կրամերի կարծիքով Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելիս Վաշինգտոնը պետք է հաշվի առնի, որ բանակցություններին զուգահեռ Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիան Ուկրաինայում։ Ազատությանը տված հարցազրույցում նախկին դիվանագետն ասել է, որ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններն անհնար են, քանի դեռ իշխանության է մնում Վլադիմիր Պուտինը։ Կրամերը նաև դեմ է Ռուսաստանի հետ բիզնեսի վերականգնմանը, հաշվի առնելով այդ երկրում տիրող կոռուպցիան։ Փոխարենը նա Միացյալ Նահանգներին կոչ է անում խրախուսել ներդրումներն Ուկրաինայում, որին լեգիտիմ գործընկեր է համարում ի տարբերություն Ռուսաստանի։ Ըստ իս դա պետք է հիշեցում լինի, որ մենք երբեք չենք կարող նորմալ հարաբերություններ ունենալ ռուսական այս ռեժիմի հետ, քանի դեռ իշխանության է մնում Պուտինը եւ նրանք, ովքեր պատասխանատու են Ուկրաինայում տեղի ունեցածի համար։ Ամերիկացի նախկին պաշտոնյան նաև կարծում է, որ Թրամփի վարչակազմը չունի անհրաժեշտ փորձ եւ գիտելիք Ռուսաստանի հետ հարաբերվելու համար, իսկ Թրամփի բանագնաց Ուիթքոֆը չի տիրապետում Ռուսաստանի հետ հարաբերությունների եւ պատմության մանրամասներին։ Մինչ Թրամփի բանագնացը Ռուսաստանում հանդիպումներ է ունենում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում այսօր տեղի է ունեցել Ռամշտայնի ձևաչափով Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի երկրորդ հանդիպումը, որին ԱՄՆ պաշտպանության նախարարը տեսակապի միջոցով է մասնակցել։ Հանդիպման արդյունքներով որոշվել է ավելի քան 21 միլիարդ եվրո աջակցություն հատկացնել Ուկրաինային։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին ասել է, որ սա Ուկրաինային հատկացվող ռազմական օգնության աննախադեպ աճ է։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն էլ ասել է, որ Կիևին պաշտպանական աջակցության հարցում Եվրոպան ԱՄՆ-ից վերցնում է առաջնորդությունը։ Սա աջակցության ամենամեծ փաթեթներից մեկն է, որ մենք ստանում ենք։ Շնորհակալ ենք յուրաքանչյուր պետության աջակցության համար։ 21 billion in euro, which is one of the largest, and we're thankful to each nation that has provided this support. Այս ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հարվածել միմյանց։ Ժիտոմիրի շրջանում անօդաչուն հարվածել է բնակելի շենքի կամ 1 զոհ։ Դնեպրում ռուսական հրթիռի հարվածից 9 մարդ է տուժել։ Բելգորոդում ուկրաինական անօդաչուի հարվածից 1 մարդ է սպանվել։